մեզ համար պլան B գոյություն չունի։ Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՔՊ-ն մտադիր է սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն 50+-ից էլ շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք դրա համար ամեն ինչ արել ենք եւ շարունակելու ենք անել։ Նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Այսինքն իշխանությունը չի կարողանա նոր սահմանադրություն ընդունել կամ փոփոխություններ նախաձեռնել, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն սահմանադրության նոր տեքստ գրող ՔՊ-ին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալը խիստ անհրաժեշտություն է նաև այս առումով։ Չնայած ընտրություններից 4 ամիս առաջ կուսակցությունների նախընտրական ռեյտինգների մասին առայժմ վստահելի սոցհարցումներ չկան, ՔՊ-ում համոզված են, իրենց հաջողվելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը, քանի որ ինչպես պնդում են, կատարել են դեռևս 2021-ին տրված ամենակարևոր խաղաղություն բերելու խոստումը։ Հպարտությամբ թույլ տվեք ասել եւ պարզ ճակատով մենք գնալու ենք ու ասելու ենք, որ այն ամենակարևոր խոստումը, որը ձեզ տվել էինք, այն խաղաղություն բերելու խոստումը, մենք այսօր ձեզ հողի վրա բերել ենք խաղաղություն, այսօր զինվոր ունեցող, ապագա զինվոր ունեցող ընտանիքները հանգիստ են իրենց զավակների համար, որովհետեւ տեսնում են, թե սահմանին ինչքան խաղաղ է, տեսնում են, որ այն երկիրը, ումից ռազմական ագրեսիա են սպասել տարիներով եւ տեսել, այդ երկիրը ինչպիսի հայտարարություններ է անում, ինչպիսի համագործակցություն է այժմ տեսնում եւ հետեւաբար այս առումով մենք շատ պարզ ճակատով գնում ենք էլի մեր ընտրողներին։ Որ ասում եք պլան B չկա, այսինքն դուք բացառում եք, որ ընդդիմությունը կարող է հանրագումարում ավելի շատ ձայն հավաքել ձեզանից։ Միանշանակ։ Ընդդիմությունը մինչդեռ պարբերաբար հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, որ նա չի կատարել իր հիմնական նախընտրական խոստումները։ Մասնավորապես խոստացել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծում, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, որին հետևել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումն ու հայաթափումը։ Փաշինյանը խոստացել է պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն ադրբեջանական հարձակումների հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքներից շուրջ 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված է։ Ընդդիմության պնդմամբ անկատար են մնացել նաև սոցիալական ոլորտի, ներառյալ աղքատության կրճատման մասին պնդումները։ Իր խոստված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ։ Հիմա էլ խոսքա տալիս, ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար, որ խոստվեց ու արեց, Ժորժ ջան։ Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բանա չէ, որ ժողովրդին սիրում է, հետո պարզվեց, որ փողն է սիրում։ Ոչ թե ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակը այսպեսինը չէր լինի։ Սահմանադրական մեծամասնության ձգտող ՔՊ-ում վստահ են, որ ի տարբերություն իրենց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը այսօր խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, այդ թվում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ու գործարար Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Նման դաշինքները եւ ուժերը այսօր մինիմալ շեմը հաղթահարելու խնդիր են իրենց առաջ դնում ընդհանրապես։ Կարծում եք Սամվել Կարապետյանի ուժը նույնպես մինիմալ շեմը հաղթահարել։ Այո, առաջիկայում ընտրություններ կլինեն եւ կտեսնենք ինչպիսի բան են իրենց առաջ դրել եւ կարողանում են այդ խնդիրը հաղթահարել, թե չէ։ Կարծենք իշխանությունը փոխելու այդ մասին է իրենց խոսույթը, եթե լսեք, ոչ թե Շատ լավ, կսպասենք։ Մենք նախընտրական Մինչ ընդդիմադիր դաշտում վերադասավորումներ են, իշխող ՔՊ-ն արդեն հաստատել է իր 279 պատգամավորի թեկնածուներին։ Փետրվարի 13-ից 15-ը ՔՊ շուրջ 1000 պատվիրակներ փակ գաղտնի քվեարկությամբ այդ 279 թեկնածուներին կռեյտինգավորեն, որից հետո էլ պարզ կլինի, թե ովքեր են առաջնային շարքերում։ Ընդ որում պատվիրակները միաժամանակ կարող են լինել պատգամավորի թեկնածուներ։ Գործընթացը սակայն այսքանով չի ավարտվի։ Իշխանական պատգամավոր ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը Ազատությանը փոխանցեց, որ առաջին փուլից հետո մոտ 1 ամիս անց ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները եւս մեկ անգամ կռեյտինգավորվեն եւ այդ ժամանակ կորոշվի նաեւ ՔՊ վարչապետի թեկնածուն։